Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և Viva բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ բազմադեղանշանակում և կլինիկական դեղագիտություն, արդի մոտեցումներ և գործնական լուծումներ թեմայով մասնագիտական սեմինարը, որը միավորեց ոլորտի մասնագետներին, քննարկելու դեղերի միաժամանակյա կիրառման ռիսկերը, դեղերի փոխազդեցությունների կլինիկական նշանակությունը և դրանց կառավարման գործնական լուծումները։ Իր մասնագիտական գիտելիքն ու փորձը առաջինը ներկայացրեց Օսլոյի մետրոպոլիտեն համալսարանի դոցենտ, ռացիոնալ դեղաբժշկության փորձագետ Յուրի Կիսելյովը։ Նա խոսեց ոլորտի միջազգային փորձի մասին և ընդգծեց գիտելիքի փոխանակման կարևորությունը ուղղված առողջապահական համակարգի զարգացմանը։ Հրաշալի է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ոգևորված են երկրի առողջապահական ոլորտի բարելավմամբ, և դրա եղանակներից մեկը գիտելիքների հարստացումն է, նոր գաղափարներ բերելը, փորձի փոխանակումը։ Դա հենց այն է, ինչ մենք անում ենք այսօր։ Մենք որևէ մեկին ոչինչ չենք սովորեցնելու, քանի որ Հայաստանն ունի շատ որակյալ բժիշկներ և դեղագործներ։ Սա պարզապես փորձի փոխանակում է այն մասին, թե ինչպես կարելի է ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել։ Սեմինարի ընթացքում քննարկվեց բազմադեղանշանակման սահմանումը, դեղերի հնարավոր փոխազդեցությունները, ինչպես նաև դեղային ռեակցիաների կանխարգելման մեխանիզմները։ Որպես բժիշկ ասեմ, որ սա շատ կարևոր միջոցառում է, որովհետև մենք շատ ենք նշանակում դեղորայք պացիենտներին, բայց մենք այդքան էլ տեղյակ չենք այդ դեղորայքները արդյոք իրար հետ ճիշտ փոխազդեցություն ունեն։ Նման միջոցառումները մեզ օգնում են դա հասկանալ և օգնում են հասկանալ կլինիկական ֆարմացևտի, կլինիկական դեղագետի դերը բուժական գործընթացի մեջ։ Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեցան դիտարկել նաև գործնական դեպքեր և մասնագիտական քննարկումների միջոցով վերլուծել դրանք։ Իր փորձով կիսվեց նաև կլինիկական դեղագետ Մելանիա Սահակյանը, ով անդրադարձավ ուռուցքաբանության ոլորտում կլինիկական դեղագործության կիրառման առանձնահատկություններին և դրա զարգացման հեռանկարներին Հայաստանի Հանրապետությունում։ Ես կլինիկական դեղագետ եմ և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն եմ ունեցել 2 ամսյա վերապատրաստման ծրագիր անցնել Բոստոն քաղաքի առաջատար քաղցկեղի կենտրոններից մեկում, Դանա-Ֆարբեր հիվանդանոցում։ Այսօր կկիսվեմ իմ փորձով, իմ մասնագիտական գիտելիքներով, որոնք ստացել եմ այնտեղ, հուսով եմ հետաքրքիր կլինի լսարանին։ Վահե Մելիքսեթյան կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին ի պատիվ 44-օրյա պատերազմի մասնակից կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի։ 5 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 57 միլիոն դրամի ներդրում է կատարել, ուղղված Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտների զարգացմանը։ Մեր հիմնադրամը վերցրել է կարևոր հանձնառություն Վահեի մասնագիտական երազանքը կյանքի կոչելու համար։ Լինելով կլինիկական դեղագետ, Վահեն որոշակի գործնական քայլեր էր ձեռնարկել իր ոլորտը զարգացնելու համար, և մեր հիմնադրամը, ինչպես ես բազմիցս նշում եմ, Վահեի կյանքի անտրամաբանական շարունակությունն է։ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական նախաձեռնությունները շարունակում են ապրել հիմնադրամի իրականացրած ծրագրերի միջոցով։ Անցկացված սեմինարը ևս մեկ հարթակ էր բժիշկների և դեղագետների համար քննարկելու բազմադեղանշանակման խնդիրներն ու գտնելու դրանց առավել արդյունավետ լուծումները և քայլ կլինիկական փորձագետի անկատար երազանքի իրականացման համար։